Գնացել էի տեսնելու կաղացող մամայի ձագերին։ Փոքրիկ անկյուն սարքեցի փոքրիկների համար, բայց դա իհարկե լուծում չէ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 ձագ են։ Կաղացող մամայի ձագերն են։ Սրանք արդեն մեծացած ձագերն են։ Սա էլ այն շունը, որի ոտքը վիրահատվեց ու արդեն լավ է վազում է, նաև պատվաստվել է։ Այս երկուսեք են, սա որցա։ Կաղացող մամայի արդեն մեծ 3 ձագերն են, որոնք եկել են եւ ինչ որտեղ իրենց փոքրիկ քույրի կապերիկներին տիրություն են անում։ 2 քույրերը եւ տղերը, որին 1 ամիս մնաց կլինիկային ոտքը ընկել էր մեքենայի տակ ու արդեն լավ է։ Արի դու եք, բայց չանց ու կերար։ Մի վախեցի, արի կեր։ Սա էլ իրենց մայրն է։ Արի, մի վախեցի, արի։ Վախկոտ ձագերի։ Բայց քո ձագերն են, ինչի՞ց ես կո։ Էսի արդեն մեծերը, սա փոքրերը, իսկ ինքը վախկոտ շուն է, դրա համար էլ չի ստացվում բռնել, բայց պետք է ամեն ջանք գործադրել, երբ որ մի փոքր մեծանան, ձագերը պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստերջացվի, այլապես այս ամենի վերջ չի լինի հաստատ։ Սա վախկոտ մայրն է, նա ձագերը։ Որտեղ մտել է մայրը, այդտեղ ունեցել ձագերին, հետո հանել է դուրս այդ կողմը։ Սրանք արդեն մեծն են։ Եկեք չընկնեք ավտոյի տակ։ Այո, պատկերը տխուր է։ Վախկոտ շուն, արդեն մեծացած ձագեր եւ նոր ծնված ձագեր, որոնք դեռ կաթ են ուտում։